Ռուսաստանցի օլիգարխը հիմա էլ բերել է իսրայելցի գեներալի է ներառել իր թիմ եւ փաստացի օտարերկրյա գեներալին բերել ուզում է մտցնել մեր Հայաստանի քաղաքական դաշտ։ Ենթադրում եմ, որ նա նույնիսկ իրենց պաշտպանության նախարարի տեխնացուն է լինելու եւ բացարձակ կարեւոր չի, որ Հայաստանի քաղաքացի չի կամ ընդհանրապես հայ չի։ Իրանց համար ինչ տարբերություն։ Ռուսաստանցի օլիգարխն էլ Հայաստանի քաղաքացի չի միայն, բայց հայտարարում են, որ իրենց վարչապետ տեխնացուն է։ Ինչն է իրանց խանգարում պաշտպանության նախարարի տեխնացուն ունենալ իսրայելցի գեներալի։ Հասկանում եք, չէ՞, աբսուրդը։ Այս մարդիկ իմ տպավորությունն է, որ Հայաստանի Հանրապետությունը խառնել են ինչ-որ ասենք ֆուտբոլային թիմի մենեջմենթի հետ։ Խառնել են Մախաչկալայի Անժի հետ Հայաստանի Հանրապետությունը, որ կարան մեկին փող տան կամ չգիտեմ ինչ անեն, մի հատ օտարերկրյա գեներալի բերեն իրենց թիմում խաղացնեն։ Դες լավ չի, միանգամից ադրբեջանցի գեներալ բերեիք։ Ինչ է, եթե փողա ծառայությունն է, միանգամից անեիք դա։ Խայտարակություն է սա ուղղակի, բայց շատ բնական է, որովհետև իսրայելցի գեներալը նույնքան կապ ունի Հայաստանի Հանրապետության հետ, որքան ռուսաստանցի օլիգարխը։ Իդեպ այդ օլիգարխը այսօր նորից հրապարակային ելույթով հանդես չեկավ, փոխարենը արհեստական բանականությամբ սարքած տեսանյութ հրապարակեցին։ Գիտեք ինչի։ Գիտեք ընդհանրապես ինչն է ռուսաստանցի օլիգարխի եւ բելարուսամետ օլիգարխի տարբերությունը նկատի ունեմ Ծառուկյանին։ Առաջինը ունի կողքին իսրայելցի գեներալ, որ իրեն խորհուրդ է տալիս հրապարակային ելույթ չունենալ, քանի որ ինքը նորմալ հայերեն խոսել չգիտի։ Իսկ երկրորդը չունի։